Ինչքան էլ զարմանալի չթվա, ես շնորհակալ եմ երեկոյիս այսօրվա քննարկման համար, որովհետև պարոն Մովսեսին ազգային ժողովի ամբողջից լսելը միշտ հաճելի է, մտավորականի մտքեր ազգային ժողովի ամբողջից լսելը միշտ հաճելի է, վերլուծություններ լսելը միշտ հաճելի է, եւ այս քննարկումը վկայում է պետության կայացման կարևոր շրջափուլի մասին, որին անդրադարձակ պարոն Մովսես երեք դուք ասելով, որ մենք պետականության կերտման կարևորագույն փուլերից մեկում ենք եւ սա ըստ էության պետական քննություն, այո, մենք բոլորս պետական քննություն ենք հանձնում եւ համոզված եղեք չեն կտրվելու այդ քննությունից։ Ես կրկին պետք է վերահաստատեմ իմ դատողությունը առայն, որ իմ կարծիքով Հայաստան դաշինքը չպետք է ներկայացներ այս նախագիծը ազգային ժողով, ոչ թե նրա համար, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը արժանի չէր ուշադրության, այլ նրա համար, որ իմ կարծիքով այստեղ շահերի բախումը շատ ավելի ուժեղ է, քան այն սահմանադրական նպատակը, որով սահմանադիրը օժտել է խմբակցություններին, որովհետև այս նպատակը բարձրացնել անկախ մարմնի անդամի լիազորությունների դադարեցման հարց նախ եւ առաջ ուղղված է այդ մարմնի անկախությունը ապահովելուն, այլ ոչ թե սեփական կուսակցության շահերը պաշտպանելուն։ Ինչևէ, սա ձեր իրավունքն է, ես չեմ կարող այստեղ վերցնել սահմանադրական արդարադատության, չգիտեմ, ռահվիրայի գործառույթներ եւ փորձեմ քննադատել ձեզ, դուք բերել եք այդ նախագիծը, բայց մենք նախագիծը քննարկում ենք, ընդ որում շնորհակալություն, որովհետև պարոն Մովսեսին միշտ հաճելի է, ինչպես արդեն նշեցի, այստեղ տեսնել։ Հիմա, պարոն Մովսես, դուք առաջին մարդը չեք, հավատացնում եմ ձեզ, որը զբաղեցնում է անկախ կամ ինքնավար պաշտոն, որը քաղաքական զսպվածության էլեմենտների հատման հետ կապված վարքագիծ է դրսևորել։ Բայց գիտեք ինչու եք դուք այստեղ, որովհետև ձեր խոսքը ծայրահեղ ազդեցիկ է, որովհետև ձեր խոսքը իրոք արժանի է ուշադրության, եւ ձեր խոսքը որպես մտավորականի, որպես մարդու, որը բավականին լուրջ մտավորական անցյալ է ունեցել, շատ ցավացնում է։ Շատ ցավացնում է նաեւ նրա համար, որ շատ դեպքերում այդ խոսքը պարունակում է ճշմարտություն։ Եվ այդ ճշմարտությունը իրոք ստիպում է, որպեսզի այդ խոսքին անդրադառնան։ Հիմա անկեղծ լինենք, էլի, մեզանից յուրաքանչյուրին 1000 հոգի 1000 բան է ասում, դες թողում ասում գնում է, էլի, բայց երբ որ մի մարդ է ասում, որի խոսքը մեր համար արժեք է, մենք դրան անդրադառնում ենք։ Ինչ է ասել պարոն Հակոբ Մովսեսը ըստ էության ինտերվյուների ժամանակ, նա փորձ է կատարել վերլուծության ենթարկել Հայաստանի պատմաքաղաքական զարգացումը վերջին 200 տարիների ընթացքում, ինչը բացարձակապես իմ կարծիքով բխում է ցանկացած մտավորականի տեսլականից։ Ինչի է այն այդքան մեծ աժոտաժ առաջացրել, չեմ կարող ասել։ Բացառությամբ նրա, որ երևի թե որոշ մտքեր հոգու խորքում դուք եք կիսում։ Իմ կարծիքով ցանկացած կուսակցություն, որը բոլորել է իր 100-ամյակը, պետք է առնվազն առերեսվի իր սեփական անցյալի հետ եւ փորձի զուտ քաղաքական դաշտում գոյատևելու առումով ադապտացիան իրողությունների հետ, որոնք ձևավորվել են այդ քաղաքական դաշտում։ Այստեղ վատ բան չկա։ Եվ ես ուզում եի հասկանալ, լավ, ինչի համար է այս քննարկումը ընդհանրապես ծավալվել, իսկ կարծես թե Տիկին Գալստյանը, թե պարոն Խաչատրյանը չեմ հիշումով ասեց, որ գործության աստիճանի մոտ մտքեր է արտահայտել պարոն Մովսեսը, եւ ճիշտ ասած, մոտավորապես չեմ սխալվում, պարոն Խաչատրյանը այստեղ չի, Բուլգակովյանն մի արտահայտությունն էլ հիշեցես, я мысли ваших боюсь։ Այսինքն իմ մոտ նստը պարությունը ավելի շատ վախ է կուտակվել պարոն Մովսեսի կողմից արտահայտված մտքերի նկատմամբ, մտքեր են, մարդուն կարաս արգելես արտահայտի իր կարծիքը, մարդուն կարաս արգելես որից հրապարակային ելույթ ունել, բայց մտածել մարդուն արգելել հնարավոր չէ։ Մարդը պետք է հնարավորություն, կներեք էլի երևի թե Տիկին Վարդանյան, որոշակի էթիկայի կանոններ կա, որոնք խորհրդարանում եւս պետք է պահպանեն եւ
ես առնվազն ձեր ելույթները շատ ուշադիր լսում եմ առանց ընդհատելու եւ առանց ռեպլիկներ գցելու։ Ռեպլիկ գցելը ընդհանրապես ինձ թվում է բնորոշ է թատերական ժանրին, ռեպլիկ բառը իմ կարծիքով հենց թատրոնից էլ գալիս է եւ շատ վատ է, որ խորհրդարանը վերջի 30 տարիներում շատ դեպքերում չգիտես ինչ պատճառներով դիտարկում է որպես տեղ, որտեղ կարելի է կազմակերպել շոու։ Ցավոք։ Ինչևէ, ես եւս մեկ անգամ անդրադառնալով պարոն Հակոբ Մովսեսի կողմից արտահայտված մտքերին, պետք է նշեմ, որ շատ դժվար է շատ դեպքերում գծել այն ճիշտ սահմանը, որը քննադատությունը, պատմաքաղաքական քննադատությունը տարբերում է արդի քաղաքական գործընթացների նկատմամբ վերաբերմունք արտահայտելուց։ Դե դուք էլ 5 քաղաքական կուսակցություն եք, ամենահին քաղաքական կուսակցությունն եք, ինչքան էլ պատմական ակնարկ անդրադառնանք, ամենահինը չէ, հներից մեկն է, հին եւ ամենահին եւ գործող կուսակցությունն եք, որ պատմական ակնարկ եք անդրադառնում, կամաց գալիս ենք մեր օրեր։ Բայց մենք չեմ կարող չանդրադառնամ նաեւ ինչ ես ասացի, որ մտքերի ցեք վախեցել, որովհետեւ պարոն Մովսեսը իրոք արտահայտել է մտքեր, որոնց ձեր համար վախենալու են, բայց հավատացնում եմ ձեզ, ես եմ մի անգամ ելույթ ունեցել Դաշնակցության գաղափարախոսության վերաբերյալ, ես բացարձակապես ոչ մի անգամ ոչ հեգնանքով եմ խոսացել Դաշնակցության մասին, ոչ էլ վիրավորանքով, ես միշտ խոսացել եմ ցավով, հիմա էլ եմ խոսում ցավով եւ հիմա էլ եմ ասում, որ ես շատ կուզենայի, որ Դաշնակցությունը ադապտացվեր այն իրողություններին, որոնք ձևավորվել է Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ ես համարում եմ, որ այն մեծ ռեսուրսը, որը Դաշնակցությունը կարող է օգտագործել պետականության կերտման համար, ամբողջությամբ չի օգտագործում կամ օգտագործում է ոչ արդյունավետ։ Չեմ կարող չանդրադառնալ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությանը, Տիկին Գալստյան, ձեզ էլ պետք է շնորհակալություն հայտնենք եզրակացության համար, մենք չպետք է մոռանանք մի կարևոր էլեմենտ։ Տեսեք, խմբակցությունները կարող են նախաձեռնել համապատասխան վարույթներ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է գործի իր լիազորությունների սահմաններում եւ գնահատականներ տա, ազգային ժողովը պետք է որոշում կայացնի եւ յուրաքանչյուր մարմինը պետք է գործի իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում։ Ես անձամբ համարում եմ, որ պարոն Մովսեսը շատ խոսեց կոռեկտությունից եւ մի քանի անգամ շեշտեց, որ իր հետագա ելույթներում ինքը կփորձի խուսափի ձևակերպումներից, որոնք կարող են դիտարկվել որպես քաղաքական զսպվածության հետ աղերսներ ունեցող դիտարկումներ կամ մտորումներ եւ իմ կարծիքով սա բավարար է հասկանալու եւ ընկալելու համար ոչ միայն պարոն Մովսեսի, այլ նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի մնացած բոլոր անկախ եւ ինքնավար մարմինների անդամների համար, թե ինչ է նշանակում քաղաքական զսպվածություն եւ ինչպես այն պետք է դրսևորվի։ Ես համարում եմ, որ այս քննարկումը ինքնին կարելի է դիտարկել որպես քննարկումը ինքնին եւ չկրկնվելու եւ նման ձևակերպումներից հետագայում հնարավորինս խուսափելու դիրքորոշումը պետք է դիտարկվի որպես այս քննարկումը ամբողջացնող եւ քննարկումը որպես այդպիսին ավարտին հանգեցնող գործընթացի ավարտի փուլ, որովհետև եթե մենք շարունակենք եւ փորձենք այս կարգի ձևակերպումներից հետո մշտապես քննարկենք լիազորությունների դադարեցման հարց, ապա մենք հավատացնում ենք ձեզ առնվազն 2018 թվականից հետո շատ պաշտոնատար անձինք չէինք ունենալու։ Իհարկե, ես հասկանում եմ իմ գործընկերների արդար բողոքը, շրջան որ գլխավոր շտաբի հայտարարություն եղավ, բա քաղաքական զսպվածության խախտում չէր, հետո բա ինչ էր, որ դատավորների հայտարարություն եղավ, հետո քաղաքական զսպվածության խախտում չէր, հետո բա ինչ էր, որ հետո բարձրաստիճան սպաներ սկսեցին այդ ու մարտերից խոսել հայկական ներքաղաքական գործընթացների մասին, քաղաքական զսպվածության խախտում չէր, բա ինչ էր, մի անգամ ձեն չանեցինք սրա մասին։ Հիմա կպելա ցավո տեղին է կպել, այն էլ շատ հարգարժան մարդ այդ կողմից ձեր կողմից հարգված մարդ է կպել, դրա համար բերել եք սա։ Բայց այդուհանդերձ ես էլ չեմ մասնակցելու քվեարկությանը, չեմ մասնակցելու որպես հետևյալ դիրքորոշման կողմնակից,
որ հարգելով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դիրքորոշումը, հարգելով Հակոբ Մովսեսի կողմից արտահայտված մտքի եւ խոսքի ազատությունը, հիշելով մտքումս պայելով Գլավլիտի բացասական փորձը, ես համարում եմ, որ այս քննարկումին բավարար է, որպեսզի մենք իրավաչափ եւ ճիշտ գնահատական տանք պարոն Մովսեսի գործունեությանը։ Շնորհակալություն։